Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, մինչ ներքաղաքական եւ ոչ միայն ներքաղաքական թեմաներին անցնելը, այսպես մի քանի օր առաջ Մայրաթորը հայտարարեց, որ եպիսկոպոսաց ժողովը որոշվել է անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս ավելի ճիշտ Ավստրիայում։ Եվ դա համենայն դեպս գոնե ինձ մոտ մի քիչ տարեկուսանքի տեղիք տվեց, թե ինչու, ըստ ձեզ ինչու։ Բարդ է որևէ միանշանակ կարծիք արտահայտել, երևույթը ինքնին օրինաչափ չէ, ոչ միայն քաղաքական առումով, այլև զուտ հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ դերի նկատառմամբ ես չեմ կարծում, թե եպիսկոպոսաց ժողովը Մայրաթոռում անցկացնելու դեպքում կարող է լինել որևէ ազդեցություն կամ արտասահմանում անցկացնելու դեպքում ամենայն հայոց կաթողիկոսը լիովին ազատ է լինելու այն հարցերին պատասխանելու պարտավորություններից, որն է նաև որոշ եկեղեցական գործիչներ, թե մայր հայրենիքում, թե Սփյուռքում։ Ըստ երևույթին ակցիայի նպատակը ինչ-որ ազդակ է միջազգային հանրությանը, որ Հայաստանում հնարավոր չէ ազատ կրոնական միջոցառում անցկացնել եւ ինչ-որ աջակցություն ստանալու ակնկալիք կարծում եմ կա, բայց հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի կառավարության իշխանությունների այս վերջի տարաձայնությունների վերաբերյալ Եվրոպայից որևէ քննադատական խոսք Հայաստանի իշխանությունների հասցեին, որքան ես տեղյակ եմ, չի եղել։ Միակ երկիրը, որ մտահոգություն արտահայտում, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ թե ինչու եպիսկոպոսաց ժողովը, ասենք Ռուսաստանի Դաշնությունում չի կազմակերպվել, սա էլ եթատեքստ պարունակող երևույթ է։ Դե միգուցե այն պատճառով, որովհետև ասենք Միացյալ Նահանգներից Ռուսաստան մեկնելը մեղմ եմ ասում, խնդրահարույց կլինի։ Գիտեք, խնդրահարույցը նաև այս դեպքում Ռուսաստանի Դորնախիջևանի թեմի առաջնորդի Շվեյցարիա մեկնելը, որովհետև Եվրամիության երկրները Ռուսաստանի հետ, ասենք, ուղիղ ավիահաղորդակցություն չունեն, վիզայի եւ չգիտեմ բազմաթիվ խնդիրներ կան։ Դե ընտանիքից մեկը կլինի բավական հայ։ Չեմ կարծում, թե Եզրաս arczepiskopos-ի բացակայությունը ամենայն հայոց կաթողիկոսի համար մեղմ կընկալվի, բայց իհարկե ամեն դեպքում մենք պետք է հանրային քննարկումների մակարդակում առնվազն հորդորենք, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոս իր որոշում վերանայի, որովհետև դա իմիջային հարված է Հայաստանի Հանրապետությանը, ինչ լուծում էլ որ եպիսկոպոսաց ժողովը առաջարկելու լինի, այսինքն այստեղ միջազգային առումով նաև հայ եկեղեցու ինստիտուցիոնալ կայացվածությունն է կասկածի տակ առնում, եթե խոսքը վերաբերում է օրինակ հայ եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքին, ապա ադրբեջանական կողմը մշտապես պնդում է, որ 15-րդ դարում Երևանի թուրք կառավարիչներն են արտոնել, որպեսզի Էջմիածին հիմնադրվի, որովհետև ժամանակին թույլ է տվել ճակատագրական բախտորոշ սխալ Անիի թագավորության, Բագրատունյաց թագավորության անկումից հետո Մայրաթոռը տեղափոխվել է Կիլիկիա, որտեղ մնացել է մոտավորապես 300 տարի։ Եվ Կիլիկյան թագավորության անկումից հետո Մայրաթոռը վերադարձել է Էջմիածին, իհարկե ադրբեջանական կառավարությունը դա չի ներկայացնում։ Խնդիրը ներկայացնում է այնպես, որ Երևանի թուրք կառավարիչը
ինչ-որ անունել են տալիս հիմա այս բայց տարապես այն պատմության նման է, որ ասենք Շահաբազի ժամանակ հայերին տարան Պարսկաստանի խորքերում կորցրեցին, հետո Գրիբայեդովը հայերին վերաբնակեց։ Հիմա այդ նույն քարոզությունը օգտագործելու է այդ հանգամանքը, հայ եկեղեցին բնիկ չէ։ Հակառակ դեպքում ինչու իր եպիսկոպոսած ժողովը անցկացնում է Շվեյցարիայում, ոչ թե Էջմիածնում, որը իր պատմական նստավայրն 1700-ամյա նստավայրն է, չգիտեմ ով է ամենայն հայոց կաթողիկոսի խորհրդատուն այդ հարցում, բայց նա լավ խորհրդատու չէ, իսկ եթե այդ որոշումը ինքն է կայացրել, ապա նա ոչ եկեղեցու, ոչ Հայաստանի Հանրապետության համար դրական որոշում չի կայացրել, այսքանը կարող եմ ասել։ Տեսեք, քանի որ խոսք գնաց Ադրբեջանից, այնտեղ էլի հարցեր կային, բայց հիմա դրանք շրջանցեմ, հետո կվերադառնանք։ Տեսեք, հետախուզական ծառայությունը մեր հզեկույց հրապարակեց, որտեղ ընդգծված էր որպես մտահոգիչ գործոն, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում այդ արևմտյան Ադրբեջանը, այսպես կոչված խոսույթը ոչ միայն չդադարեց, այլև ընդլայնվելու միտումներ ունի ադրբեջանցիների իբր վերադարձի իրավունք եւ այլն եւ դա բավական ռիսկային։ Սրա հետ մեկտեղ օրինակ Եվրանյուսին Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տալիս, ասում է, որ հիմա մենք անցնում ենք արդեն գործակցության փուլ Հայաստանն ու Ադրբեջանը, որ խնդիրները առաջիկայում այդ ձևով կլուծվեն, հիմա այստեղ հակասություն կա, այսինքն տեսեք մեր հետախուզությունը ասում է մենք այնտեղ մտահոգվելու չափազանց լուրջ խնդիր ունենք, Ադրբեջանը այսպես Եվրանյուսով մեսիջ է ուղարկում կամ փորձում է համոզել, որ չէ խնդիր չկա իրականում մենք բարեդերացիական հարևանության փուլ ենք մտնում եւ այլն, հիմա այս երկու իրականություններից որն է ավելի իրական։ Դե ես չգիտեմ արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանի ինչ տեղեկատվություն ունի, խորքային տեղեկատվություն, բայց եթե այդ ծառայությունը ինֆորմացիոն հոսքերի վրա է կառուցել իր եզրակացությունը, ապա կարծում եմ, որ առաջիկայում կվերանայի այդ մոտեցումը, որովհետև կապված Իրանում ծավալված իրադարձությունների հետ Ադրբեջանը արդեն կասեցրել է, գրեթե կասեցրել է պետական մակարդակով բաժանված հայրենիքի միավորման գաղափարախոսությունը։ Ինչ տարիներ շարունակ ադրբեջանական ինքնության մասն է կազմել եւ այդ ինքնության, այսպես ճակերտավոր ինքնության մի մասն էլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է։ Նկատի ունեմ Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ։ Հիմա եթե ընդհանուր կոնցեպտը, որ եղել է միասնական Ադրբեջան, Բաքվում այսօր քանդվում է, դուրս քանդվում է նաեւ իշխանության քայլերի հետևանքով, ես կարծում եմ այստեղ էական է նաեւ Իլհամ Ալիևի դինաստիական իշխանության հանգամանքը, որտեղ եթե խնդիր է դրվում, որ ասենք երկու Ադրբեջանը այսօրվա Ադրբեջանը եւ իրանական ատրպատականը միավորվում են, ապա բնակչությունը այնտեղ կրկնակի ավելին է, քան այս Ադրբեջանը, ոչ մի երաշխիք չի լինի, որ ասենք Ալիևների դինաստիական իշխանությունը կպահպանվի։ Բացի այդ, գոյություն ունի այլ խնդիր, որ իրանական ատրպատականը, եթե այսօրվա Ադրբեջանի տարածքը համարում է հայրենիք, ապա այդ հայրենիքի մայրաքաղաք նրանք ընկալում են ոչ թե Բաքուն, այլ Թավրիզը։ Բաքուն քաղաք չի եղել, պատմականորեն Բաքուն քաղաք չի եղել, քաղաքակրթական, մշակութային, քաղաքական, ռազմական եւ այլն հետաքրքրություն չի ներկայացել։ Այդ տարածաշրջանի ամենաակնառու աչքի ընկնող քաղաք Թավրիզն է եղել։ Այս հանգամանքները հաշվի առնելով ես կարծում եմ պետք է դիտարկել, որ վերջին առնվազն մեկ ամսվա ադրբեջանական խոսույթում Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի թեման այնքան էլ ակտուալ չէ, որ այս պայդրությամբ դա այդպես է, եւ երբ Ադրբեջանում անցած օրերին Իրանում այդ լարված իրավիճակի ֆոնին երբ հարց առաջացավ եւ մի քանի կուսակցություններ, այդ թվում նաեւ Մուսավատ կուսակցությունը հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է պաշտպան կանգնի Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիների շահերին, իշխանական քարոզությունը հակադարձեց, որ միասնական Ադրբեջանի գաղափարախոսությունը իմպերիական խորհրդային է։ Ստալինն է 1946 թվականին ներդրել եւ դա մեր ազգային ինքնության մաս չէ։
ըստ երևույթին այստեղ դեր է խաղում նաև Թուրքիան։ Որտեղ Թուրքիային Իրանի մասնատումը ձեռնտու չէ։ Թուրքիային այս բանին նաև հայ-ադրբեջանական լարվածություն, որևէ լարվածություն ձեռնտու չէ, որտեղ Թուրքիան եթե անկեղծ լինենք հայ-ադրբեջանական կարգավորման թերևս ամենաազդեցիկ դերակատարն է Միացյալ Նահանգներից հետո եւ այս հարցում Թուրքիան նաեւ շահագրգռվածություն ունի Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու, հանդես գալու որպես պատերազմը դադարեցրած Թրամփի գործընկեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում եւ Եվրանյուզին Ադրբեջանի նախագահի հարցազրույցը ես կարծում եմ կառուցված է ահա այդ պարադիգմայով։ Այսուհանդերձ տեսեք, նույն արտաքին հետախուզական ծառայության զեկույցը տեղ մտահոգիչ էլի մի կետ կար, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, ընդ որում մտահոգիչ էր ոչ թե այն, որ ռազմական բյուջեն մեծանում է, այլ որովհետև այլ ոլորտներից են արդեն գումարները ուղղվում այդ, այսինքն կոպիտ ասած սոցիալական ոլորտում չեն տալիս են ռազմականին եւ մի քանի օր առաջ այստեղ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն նա ենթադրեց կամ պնդում արեց, որ իրականում Ադրբեջանը ոչ թե զինվում է Հայաստանի դեմ, այլ զինվում է իրականում Ռուսաստանի դեմ, որտեղից ըստ էության արդեն բացահայտ սպառնալիքներ են ստանում ոչ միայն մեր հարավկովկասյան տարածաշրջանի երկրները, այլ կենտրոնական Ասիայի ընդեղել գիտեք բավական կոշտ արձագանքեցին Սալավիով Դուգին այդ դուետի ելույթներին եւ այնպես չի որ ասենք պարոն Լավրով արտաքին գործերի նախարարը այդպես հանգստացնող ելույթ ունեցավ կամ ասուլիս տվեց։ Ես կարծում եմ Լավրովի ելույթը ոչ մեկին չի հանգստացնելու, որովհետև եթե նույնիսկ Ռուսաստանը նման ցանկություն չունի, ապա կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները եւ Ադրբեջան այդ խոսույթը պարտավոր են ձևավորել, որովհետև Ռուսաստանը խորհրդային միության փլուզումից հետո խաղադրույք դնելով կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների, ապա առաջին հերթին իհարկե պետք է անկեղծ լինենք Ղազախստանի, Կարավային Կովկասում բացառապես Ադրբեջանի վրա թույլատրել ճակատագրական սխալ, իր համար ճակատագրական սխալ, որտեղ այդ երկրների քաղաքակրթական, պատմական, մշակութային ինքնությունը սլավոնական Ռուսաստանի հակոտնյան է։ Սրանք կամ պետք է Ռուսաստանի հետ լինեն հավասար, կամ պետք է լինեն Ռուսաստանի ենթակա։ Հիմա պոտենցիալը այնքան է մեծացել, այսօր ասենք Ղազախստանը գեներացնում է մոտավորապես 300 միլիարդ համախառն ներքին արդյունք։ Ուզբեկստանը ունի 33-34 միլիոն բնակչություն եւ տենդենսն այնպեսին է, որ աճել է 1-2 տասնամյակ հետո դա լինելու է 50 միլիոնանոց երկիր։ Այն դեպքում երբ Ռուսաստանի բնակչությունը չի աճում եւ եղած աճնել ոչ սլավոնական ռեգիոններում, ասենք Հյուսիսային Կովկասի հանրապետությունում, Վոլգան, Թաթարստանում, Բաշկիրիայում, Ուդմուրտիայում եւ այլն։ Այս հակասությունը հիմա Ռուսաստանը ցանկանա, չցանկանա, միևնույն է դրսևորվելու է եւ այս դրսևորումը տեղի է ունենալու իմ կարծիքով Պակիստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա պաշտպանական այսպես կոչված դաշինքի շրջանակներում ուշադրություն դարձնենք թուրքական մամուլը արդեն չի թաքցնում որ իսլամական աշխարհի ֆինանսական կենտրոնը Սաուդյան Արաբիան է Պակիստանը իսլամական աշխարհի միջուկային զինանոցն է իսկ Թուրքիան ուղեղը տեխնոլոգիական ուղեղը որտեղ Թուրքիան հասցրել է իր ռազմաարդյունաբերությունը հասցնել մի մակարդակի որ արդեն մրցակից է 5-րդ սերնդի ազգային գործանիչ է փորձում արտադրել ըստ երևույթին նաև կարտադրվի բայց այս դասավորության մեջ բնականաբար Ադրբեջանը պետք է տեղավորվի որպես թուրքական պետություն որպես Թուրքիայի բարձ կրեատուրա հարավային Կովկասում բայց ասել որ դա սպառնալիք չէ Հայաստանի նկատմամբ ուղղակիորեն իհարկե ոչ սպառնալիք չէ որտեղ ես չեմ կարծում թե Ադրբեջանը $6 միլիարդ գումար է ծախսում որպեսզի
ամիջապես ագրեսիայի դիմի Հայաստանի հանդեպ։ Բայց սա մարտահրավեր է Հայաստանի, որտեղ վաղ կարող է Հայաստանը հայտնել մի այնպիսի իրավիճակում, երբ հապկը փլուզվի, եթե Ղազախստանը եւ Կիրգիզիան հապկից հեռանում են, ապա հապկը մնում է Ռուսաստան եւ Բելարուս, առանց այն էլ Ռուսաստան եւ Բելարուս միութենական պետություն են։ Եվ սա եւ անվտանգային եւ քաղաքական սպառնալիք, որտեղ մենք կարող ենք հայտնել մի այնպիսի իրավիճակում, երբ այլընտրանք կլինի այն, ինչի դեմ այսօր մենք պայքարում ենք, ասենք կոնկրետ միութենական պետության դեմ, չէ՞։ 1990-ական թվականների սկզբին իր հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեոսյանը այսպես կանխատեսում էր, որ չտա Աստված լինի մի ժամանակ, երբ մենք հարկադրված կլինենք անդամակցել աշխարհի ամենարեակցիոն ճամբարի։ Ու նկատի ունեցել Պոստխորհրդային Ռուսաստանը, իհարկե, չէ։ Հիմա այսպիսի երկընտրանքը այս սպառնալիքը միանշանակորեն ես չէի բացառի։ Պարզապես ինչով է Հայաստանը լցնելու այդ անվտանգային դատարկությունը, որ կարող է առաջանալ ոչ թե Հայաստանը հապկից դուրս գալու դեպքում, այլ հապկի փլուզման դեպքում, որովհետև պրոցեսները օրինաչափորեն տանում են նրան, որ կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանի անվտանգային համակարգից դուրս են գալու եւ կատարելագործելու ուզբեկական մամուլը խոսում է Ուզբեկստանում միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մասին։ Ում վրա է խաղադրույքը, իհարկե Պակիստանի եւ Թուրքիայի։ Իսկ եթե Ուզբեկստանը միջուկային զենք ունենա, այլևս հապկի այդ հովանոցը կենտրոնական Ասիայի վրա չի տարածվելու, ընդ որում այսօր էլ դա այդպես է։ Մյուս կողմից տարածաշրջանում ձևավորվում է Հունաստան, Կիպրոս, Իսրայել դաշինք, որը Թուրքիան օրինակ համարում է ուղիղ սպառնալիք իր տնտեսական, ռազմաքաղաքական շահերին միջերկրական ծովի արևելքում եւ Մերձավոր արևելքում։ Հիմա Մերձավոր արևելքի տարածաշրջան, այդ թվում նաեւ Հարավային Կովկասը, որ մեծ Մերձավոր արևելքի մասն է, կարող է հայտնվել երկու ռազմական դաշինքների մուրճի եւ զնդանի արանքում։ Մի կողմից Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Պակիստան, անկասկած Ադրբեջանի անդամակցությամբ, մյուս կողմից Կիպրոս, Հունաստան, Իսրայել, որտեղ Հայաստանը վերջերս Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև, եթե չեմ սխալվում, խորհրդատվական քննարկումների մակարդակով ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել, սա զոնդաժ է, թե կարող է Հայաստանը այդպիսի ընտրություն կատարի, այստեղ էլ արդեն հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը պետք է նկատի առնվի, այնպես որ ես չեմ կարծում, թե կան մշտական սպառնալիքներ եւ մշտական անվտանգության միջավայր։ Դա միշտ էլ փոփոխական են, միշտ էլ աշխարհաքաղաքական վակուումը ինչ որ մի ուժ լցնում է, պարզապես Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ անվտանգային հայեցակարգը պետք է լինի բազմաբևեռ եւ ընդգրկուն ելնելով այն բանից, որ Հայաստանը ինքը ոչ մեկի շահերին չի հակադրվում, պարզապես Հայաստանը սեփական շահերը սպասարկելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ամբողջական իրավազորությունը պաշտպանելու խնդիրելուց։ Այս քաղաքական հարթության վրա թվում է առաջիկայում կանխատեսելի ապագայում Հայաստանին չպետք է էկզիստենցիալ վտանգ սպառնա, բայց իհարկե ասում են մարդը մտածում է, Աստված տնօրինում է, պետք է ցանկացած սցենարի պատրաստ լինել։ Հիմա տեսեք, այս տեկտոնական շարժումները, որ լինում են, տեսեք, Դոնալդ Թրամփը մրճունի ջանասիրությամբ անվտանգային համակարգը գոյություն ունեցող քանդում է արդեն խաղաղության խորհուրդ է ստեղծում, որը արդեն սկսել են անվանել ՄԱԿ-ի այլընտրանք եւ ուղղակի պետությունների ղեկավարների մակարդակով։ Հիմա հիմնական, այսպես ասեմ, ռիսկային գործում իսկ Հայաստանը միշտ ընտրությունները միշտ ռիսկային որոշակի չափաբաժին պարունակել են, առաջիկա ընտրություններն են։ Եվ այդ ընտրությունների համապատկերում գալիք ընտրությունների անհնար է չնկատել, որ որոշակի ինչ-որ շարժեր կան, որոնց մի մասը այդ թվում, կներեք, ես գիտեմ, որ դուք բավական սրտին մոտ եք ընդունում այդ թեման, ուղղված են նաև արցախցիներին,
Հիմա տեսեք, ինչ որ մեկը Նեժդե Իսկանդարյան մի քանի օր առաջ հայտարարեց, որ մարտի վերջից սկսելու են փողոցային պայքար, չգիտեմ ինչ տրամաբանությամբ պարոն Իսկանդարյանը հայտարարեց, որ դա ուղղված է լինելու արցախցիների արտագաղթը կանխելուն, ես չգիտեմ միտինգներով ոնց են արտագաղթ կանխում, բայց դրանից զատ այնտեղ փորձեցին աղմուկ բարձրացնել մարզահամերգային համալիրում մենք կանք միջոցառման ժամանակ, որ թույլ չէին տվել Արցախի պետական օրենքները հնչեցնել եւ այլն, այսինքն որոշակիորեն փորձ են արվում դուք օգտագործեցիք այդ բառը արցախցիների որոշակի զոնդաժավորելու, հա, ինչ որ տանել էս կողմ կամ այն կողմ։ Հիմա դա ինչի հետ է կապված զուտ, որովհետեւ քվեարկելու իրավունք ունեն, թե այնուհանդերձ մի քիչ ավելի խորը եւ ավելի լուրջ նպատակ ունի։ Ես ժամանակին մի տեսակետ եմ արտահայտել, որ Ստեփանկերտից տեղափոխված այսպես կոչված քաղաքական էլիտայի ներկայացուցիչները փորձում են Հայաստանում ձեռք բերել քաղաքալացիալի կարգավիճակը, որպեսզի հեշտացնեն իրենց արտագաղթը, արտերկիր մեկնելը։ Տասնյակ օրինակներ կարելի է բերել, ես հիմա ժամանակ չեմ ծախսի դրա վրա, նշելու անձինք նախկին պաշտոնյաները, որ արտերկրում եւ սեփականություն ունեն, եւ բիզնես ունեն, եւ կարող են շատ հանգիստ ապրել Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում։ Քանի որ դա առաջին հայացքի շատ տգեղ կթվա, շատ վատ կընկալվի Արցախահայության բռնատեղանված բնակչության կողմից, դա փորձում են ընդհանրապես ձեռք բերել հալածալի կարգավիճակ, որպեսզի ասա դե մենք ցանկանում ենք այս հարցը այսպես լուծել, բայց դե իշխանությունները մեզ հալածեցին, որպեսզի մենք չձերբակալվենք, չգիտեմ, չունեզրկվեինք, ստիպված էինք տեղափոխվել։ Այս գործոնը կա առկա է։ Երկրորդ իհարկե որոշակի ընդդիմադիր Հայաստանի որոշակի ընդդիմադիր շրջանակներ են բռնատեղանված արցախցիների վրա խաղադրույք ունեն։ Կոնկրետ քվեի տեսքով կամ եկեք ընդունենք, որ բռնատեղանված յուրաքանչյուր արցախցի այստեղ Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3-4 ծանոթ ընկեր բարեկամ հարազատ ունեն։ Կարող են ուղղորդել, որ այդ մարդիկ գնան եւ քվերկեն, ասենք, ընդդիմության կոնկրետ այս տեխնացուի օգտին։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ազնվորությանը, ես նրան որպես քաղաքական ֆիգուրա Ստեփանկերտում չեմ ճանաչել, ասենք 15 տարի լինելով ազգային ժողովի պատգամավոր, հաջորդ 5 տարիներին լինելով լրագրող, չգիտեմ, մեկնաբան, մի խոսքով ակտիվ, այսպես ներգրաված լինելով դեր քաղաքական իրադարձություն, բառանավոր ես չեմ ճանաչում, նույն բռնատեղանված արցախցիներից մեկը նրան հակադարձել է, որ ինչ որ բանկից 100 միլիոն դրամ վարկ է ստացել եւ թող գնա իր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվի։ Ես դեք շատ քիչ եմ շփվում սոցիալական մեդիայից զատ ազնական շատ քիչ շփումներ ունեմ, բայց տպավորությունը այն է, որ բռնատեղանված բնակչության շրջանում տեղի է ունենում վերաիմաստավորում կատարվածի ողբերգության եւ այսօրվա վիճակի վերագնահատում եւ այդ վերագնահատումը թեև շատ ցավալի է, բայց օգտակար process է, որովհետեւ մարդկանց բերում է այն համոզման, որ հատկապես 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների թիբեկ պատասխանատուն Արցախի իշխանությունն է։ Արցախի քաղաքական ղեկավարությունն է, քաղաքական վերնախավն է, այն մարդիկ են, ովքեր իրականացրել են իշխանափոխություն եւ դրանից ոչ ավելի 10 օր հետո իրավիճակը տարել ահաբեկչական պատերազմի, իմանալով, որ Ադրբեջանը նախապատրաստում է այդպիսի հարձակման եւ բռնատեղանության օրերին Արցախի իշխանությունների ցուցաբերած անկարողությունը թե միտումնավոր անտարբերությունը շատ ծանր հետք է թողել մարդկանց վրա եւ այդ խոսույթը արդեն իսկ սոցիալական մեդիայում դրսևորում է։ Ես չեմ կարծում, թե որոշ տաղավարներում եւ մամուլի ակումբներում հանդես եկող որոշ
նախկին քաղաքական գործիչներ կամ պետական պաշտոնյաներ ներկայացնում են բռնատեղանված բնակչության տեսակետը եւ համոզված են, որ մարտին լինի, ապրիլին լինի, թե մայիսին լինի, բռնատեղանված բնակչությունը Նժդե Իսկանդարյանի կոչով փողոցային պայքարի դուրս չի գալու։ Բայց այնուհանդերձ բռնատեղանվածներին կներեք էլի չընդհատելով եմ ասում, լրացնելով, սիրաշահելու որոշակի փորձեր արվում են, այդ իմասած զոնդաժավորման։ Ռուսաստանից այսպես բարբերաբար մարդասիրական օգնության ինչ-որ բեռներ են գալիս հասցվում այստեղ, ճիշտ է, մարդիկ ասում են, այն ինչ որ դուք մեզ բերել եք, դա մեզ պետք չի, չգիտեմ, գեներատորներ եք բերել, երբ մենք էլեկտրաֆիկացված բնակարաններում ենք ապրում։ Մեր ձևով շարժումը այսպես հայտարարեց, որ զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին դրամական օգնություն են բաժանել եւ այլն։ Հիմա այդ հաշվարկը ինչի վրա է լավ այդ դեպքում։ Հաշվարկը ըստ երևույթին արվում է այն կանխավարկածով, որ բռնատեղանված բնակչությունը Հայաստանի գործող իշխանությանը ատում է։ Եվ ամբողջ քարոզությունը կառուցված է այդ ատելությունը բորբոքելու վրա, եթե պարզ ասենք։ Պետք է նաև խոստովանենք, որ կառավարությունը եւ իշխող քաղաքական մեծամասնությունը իր հերթին այնպես է արձագանքում կամ հակադարձում, որ ոչ թե հրդեհաշեջ քարոզություն է ստացում, այլ բորբոքելու եւ կառավարության քայլերն էլ հետեւողական չեն։ Ես մի անգամ ասել եմ, շատ հաճելի էր եւ օգտակար էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տարեվերջյան հանդիպումները բռնատեղանված բնակչության հետ տարբեր մարզերում։ Ոչինչ չի խանգարում, որ Երևանի համայնքապետերը, Երևանի քաղաքապետը նույնպես այդ հանդիպումներ ունենա եւ մարդկանց լսի։ Այդ շփումը հանում է լարվածությունը, որը արհեստացին է, արհեստական է։ Կեցաղայի մակարդակով Ստեփանակերտում էլ է մարդիկ վիճել։ Ստեփանակերտում էլ է մարդը պետական պաշտոնյայից վիրավորվել, ինչ-որ չինովնիկի բիտ վերաբերմունքից կամ անտարբեր վերաբերմունքից, ոստիկանի գրեհիկ վարքից, բայց դա չի դրսևորվել։ Այստեղ յուրաքանչյուր նման վերաբերմունք շատ ցավալի է անկալում, շատ հետևանքներ է ունենում եւ այս առումով եւ ներքին գործերի նախարարությունը եւ ոստիկանությունը եւ առողջապահության, կրթության, մշակույթի նախարարությունը, այսինքն այն ոլորտները, որոնց հետ մարդիկ ամենօրյա շփում ունեն։ Հիվանդը բժշկի հետ է շփվում, փողոց անցնող հաշմանդամը ոստիկանի կամ բարեկի հետ է շփվում։ Բռնատեղանվածների երեխաները հաճախում են մանկապարտեզ, դպրոց, քոլեջ, բարձրագույն ուսումնական հաստատություն եւ այդ վերաբերմունքը պետք է լինի այնքան հավասարակշռված, շրադատված, որտեղ թույլ տամ ինձ ասել գթասիրտ, որպեսզի մարդիկ իշխանության հասցեին վերագրումներ չանեն։ Իհարկե լինելու են նաև, գտնվելու են նաև, կան նաև անշնորհակալներ։ Ինչ էլ անես, միևնույն է, ինքը մնում է իր տեսակետին, ինքը մնում է այն կարծիքին, որ Արցախը ծախվել է։ Դա կոտրելու համար, այս վերջին նարատիվը կոտրելու համար արդեն պետք է տեղեկատվություն։ Օրինակ ես զարմանում եմ, թե ինչու 44-օրյա պատերազմի հետաքննիչ հանձնաժողովի նյութերը, այն մասերը, որ նա գաղտնիություն չէ պարունակում, պետական անվտանգության խնդիր չեն հրապարակում։ Ես այդ հարցը տվել եմ, այդ հարցի։ Բայց Ազգային ժողովի նախագահ պատգամավորին ասում է, եկեք ստորագրեք, որ գաղտնիությունը չեք խախտելու եւ Ազգային ժողովի, չգիտեմ, առաջին բաժնում ծանոթացեք։ Դա եթե պատգամավոր կարդաց, ստորագրություն տվեց, որ իմացածը չի հրապարակելու։ Դա ինձ հանրություն ինչ որ չկա չէ։ Ինչու չհրապարական ասել այնպիսի հանգամանքներ, թեկուզ ընդհանուր բնույթի այնպիսի հանգամանքներ, պետական գաղտնիք չէ պարունակում, որ պետք է հասարակությանը ուղղորդելու, չգիտեմ, կողմնորոշելու, որ ահա պատերազմը այս է եղել։
ընդ որում այստեղ նույնիսկ մասնագիտական փորձագիտական հաստատությունները չեն աշխատում եւ չեն ասում սիրելի հասարակություն հարգելի Արցախից բռնատեղ անված քաղաքացի դու եթե ներողություն ես բառ օգտագործելու համար բանական էակ ես պետք է այսօրվա իրադարձությունները դիտարկելով ինչ որ կատարվում է Ուկրաինայում ինչ որ կատարվում է Գազայում ինչ որ վաղը կարող է կատարվել աշխարհի ցանկացած երկրում այս իրադարձությունները դիտարկելով դու պետք է հասկանաս որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Իլհամ Ալիևը չի արթնացել եւ չի տվել Հայաստանի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման հրաման դա տևական աշխարհակաղակական զարգացումների հետևանք եւ այդ Ալիևը այդ որոշումը կայացրել աշխարհի ուժային կենտրոնների հետ առնվազն լուր համաձայնությամբ հակառակ պարագային պատերազմ չէ լինի այսինքն այս պատերազմի հաղթանակի մեր հաղթանակի հավանականությունը շատ ցածր է գուցե ոչ այդպես պարտվելու հավանականությունը 50-50 քննարկվի կներեք բայց մտածել որ սեպտեմբերի 27-ի պատերազմում Հայաստան կարող էր այնպիսի հաղթանակ տանել որը կապահովեր 12040 կիլոմետրով Արցախի միավորումը Հայաստանին կամ Արցախի անկախության միջազգային ճանաչումը սա արդեն դիագնոզ է Շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր զրուցակիցներ հրապարակախոս Հայաստանի եւ Արցախի գերագույն խորհրդների նախկին պատգամավոր Վարամ Աթանասյանը ես Լևոն Սարդարյանը կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս